Բարի սիրելի հետևորդներ, այսօր ուղղություն ենք վերցրել դեպի Ղուբեղ քաղաք, որը գտնվում է Լիլի տարածաշրջանում։ Այն նախկինում հզոր քաղաք է եղել, ունեցել է բազմաթիվ գործարաններ ու ֆաբրիկաներ, որոնք հիմա չեն գործում, վերածվել են մեծ հզոր առևտրի կենտրոնների, եւ այսօր մենք ուղղությունը վերցրել ենք այդ քաղաք, սակայն մեր խանութը նման հզոր առևտրի կենտրոնում չի գտնվում, թե ինչ խանութ է սա, հիմա դուք կիմանաք։ Ողջույն ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Այսօր շաբաթ օր է եւ եկել ենք մենք խանութներ։ Հիմա գտնվում ենք Ղուբե քաղաքում, այզայն ոչ շատ հեռու, այդտեղ նման խանութ կա, որտեղ որ եթե մի փոքր վնասված է, ամենաթանկ ապրանքները շատ մատչելի գներով վաճառում են։ Երկար ժամանակ է այստեղ չեն եղել, այսօր որոշեցինք գալ եւ ցածր պահարան փնտրել, որը որ փնտրում էինք նախորդ տեսանյութում։ Դե ինչ, կարծում եմ շատերին կհետաքրքրի, որ այս տարածաշրջանում նման խանութ կա եւ շատ չնչին վնասված, նույնիսկ աննկատ վնասված ապրանքները ամեն ինչ, ամեն տեսական ինչ որ տան համար է նախատեսված, կարող եք ձեր բերել շատ մատչելի գներով։ Դե գնացինք խանութ տեսնենք ինչ կա։ Դե եկեք միասին շրջենք այս խանութ սրահում եւ տեսնենք թե ինչ տեսականի է այսօր ներկայացված։ Հիմնականում մեծ տարածքը զբաղեցնում է կահույքը։ Տարբեր սենյակների կահույքներ այստեղ կտեսնենք մենք, ինչպես նաև այնպիսի աքսեսուարներ, այնպիսի ինչ-որ էլեմենտներ, որոնք նույնիսկ մեր մտքով հնարավոր չէ անցնել։ Սեղանների տեսականին այս կողմում է, լամպեր, նույնիսկ տեխնիկական սարքեր, կարճ ասած այն ամենը, ինչ որ շատերը փնտրում են ու չեն գտնում խանութներում, միգուցե այստեղ լինի։ Ես չգիտեմ կոնկրետ որ տարածաշրջանից են բերվում այստեղ այս կահույքի տեսակները, բայց գիտեմ, որ որակները շատ լավն են։ Այսինքն նման կահույք միգուցե մենք, չգիտեմ, չհավանենք էլ, բայց քանի որ նրանք որակյալ են, ֆրանսիացիները գերադասում են գալ այստեղ։ Մինչ մենք շրջում ենք սրահում, փորձում ենք գտնել մեր ուզած պահարանը, իհարկե, ինչու եմ ես անընդհատ ասում, որ փնտրում ենք ու չենք գնում, որովհետև մեր ուզած չափերը չեն համապատասխանում եղած պահարանների մեջ։ Շատ գեղեցիկ, շատ լավ որակի պահարաններ են հանդիպել այս մի քանի օրերի ընթացքում, բայց ցավոք լայնությունը եւ այդ խորությունը չի համապատասխանում մեր տան չափին։ Դրա համար մենք երկար ենք փնտրում, որտեղ որ պիտի դրվի այդ պահարանը, ուրեմն պիտի ունենա շատ նեղ լայնություն։ Այս պահարանը ինձ շատ դուր եկավ եւ ինչու, որովհետեւ պահարանը կարելի է դնել նաեւ պատշգամբում եւ գործիքներ, սարքեր մեջը դնել, ինքն էլ մետաղից էր, չէր ժանգոտվի, եթե անգամ անձրևի կաթիլներ վրան ընկնեին։ Ուրեմն բայց հարմար չէր այս պահին գնելը, քանի որ մենք մտադիր չէինք մեքենայի մեջ տեղավորել։ Փնտրում ենք մեր ուզած պահանը, որը մոտավորապես նման պարզություն պիտի ունենա, բայց ասեցի ձեզ, որ խորությունը կամ լայնությունը մեր չափին չէր համապատասխանում։ Ես ինչքան հնարավոր է ձեզ մոտիկից ցուցադրում եմ տեսականին, դուք կգրեք մեկնաբանություններում հավանեցիք այս խանութը թե ոչ, կարող եք այցելել։ 10 տարի առաջ մենք մեր ներքնակը այստեղից էին գնել, լատեքս էր, չափազանց լավ որակի, եւ ասեմ ձեզ ոչ միայն վնասված ապրանքներ են այստեղ լինում, այլ խանութներում մնացած, մոդան փոխված, այսինքն ինչը որ դեռ չի հասցրել սպառվել, տեղափոխում են նման խանութներ։ Եվ այս խանութը բացառություն չէ։ Պարզապես այստեղ ավելի շատ կահույք կա եւ էլեկտրական եւ տեխնիկական սարքեր, անգամ տեսեք խոհանոցային իրեր, առարկաներ, կարճ ասած հիասքանչ խանութ է, տեսեք ինչ հետաքրքիր պահարաններ կապույտ գույն է, երեխայի օրորոցներ եւ իհարկե գոլոշով աշխատող արդուկ, կարճ ասած ամեն ինչ կա սուրճի ապարատից սկսված եւ տան եւ խոհանոցի էլեկտրական սարքեր։ Այստեղից շարժվեմ դեպի մյուս կողմ, տեսեք ինչ տարբերակվող, տարբեր ոճի, այն աքսեսուարներ կարելի ասել, կահույքի մասեր, գորգեր, հատակի կարպետներ եւ իհարկե սպասքեղեն սպասքը այստեղ երբեք չէի տեսել։
Նշեցի, որ բավականին երկար ժամանակ մենք չենք եղել այս խանութում, այդ իսկ պատճառով միգուցե այս սպասքը վաղուց էին իրենք տեղադրել։ Նմանատիպ հագուստի խանութ կար նաև մեր քաղաքում, որը արդեն 5 տարի կլինի փակվել է։ Ահա եւ սպասքը 6 ափսեն արժե 20 եվրո։ Իհարկե սրանք շատ բարձրորակ ֆիրմայի սպասք են։ Առաջ անցնենք եւ այստեղ էլ նորից դրված են, սպիտակույնը շատ սիրուն է, կարճ ասած, ինչ փնտրում եք, այստեղ կգտնեք։ Անգամ չեն մոռացել, որ տոնական օրերն են մոտենում եւ այստեղ ներկայացված են նաեւ նման խաղալիքներ եւ տոնածառ։ Դուրս եկանք այս հատվածից եւ ուզում եմ աջ կողմի շենքը ձեզ ներկայացնել, տեսնում եք ինչ հին պատմական շենք է։ Ռուբե քաղաքը շատ հին քաղաք է եւ շենքերի հիմնական մասը կարմիր գույնի են։ Ահա թե որտեղից ենք դուրս գալիս, եթե շատերին կհետաքրի Ռուբեն, կարող եք նայել։ Ջան, մեր տեղը կրեաբել նայել, եկանք կրեաբել, այստեղ մատչելի գներով տարբեր բաներ լինում։ Հետո էլ բնականաբար որ փայտից է, փայտը թանկ է համարում, հատկապես Ֆրանսիայում։ Դրա համար այնտեղ խնախ մեզ հարմար բան չկար, հետո էլ արդեն նշեցի, որ ոչ միայն վնասված, նաև մոդայից դուրս խանութներում մնացած մարդիկ բոլորը գալիս են այդտեղ գնումների, որովհետև շատ լավ որակի ապրանքներ են ձեռք բերում, իսկ դա շատ կարևոր է այստեղի համար։ Դե ինչ գնանք այստեղ փնտրենք, տեսնենք ինչ որ բան կլինի, թե չի լինի։ Եղանակը մռայլ է, բայց դա մեզ չի խանգարում։ Ուզում եմ ձեզ ցույց տալ շենքի այս գեղեցիկ քանդակը։ Հենց այս խանութը եղել է նախկինում գործարան։ Դե մտնենք, նախամուտքում տեսնում ենք, թե ինչ գեղեցիկ տեսականի է ներկայացված։ Կրեաբելում գները մատչելի են, հիշեցնեմ բելգիական կահույքի սրահ է եւ տան համար անհրաժեշտ ամեն ինչ էլ կա։ Եվ երեխաների համար նախատեսված այն ամենը, ինչը որ ֆրանսիացի ծնողները հաճախ են գնում։ Առաջ շարժվենք, ես չեմ ուզում այն ամենը, ինչ որ կա սրահում ներկայացնեմ, քանի որ ընդամենը 1 կամ 2 վլոգ առաջ ձեզ եմ ներկայացրել այս խանութի տեսականին։ Ոչ մի բան չգտանք այստեղ, հարմար չէր։ Հիմա գնանք տուն, բայց միշտ տուն գնալը գնանք Brico Dépôt-ից լամինատ գնենք, հետո գնանք տուն, մի հատ լավ չափենք նորից, որովհետև բաներ կար, որ 40-ի ու 30-ի մեջ տատանվում էր, մի հատ չափենք, տեսնենք մեզ ինչ լայնությամբ է պետք է, նեղ է պետք, ցավը դա է, թե չէ շատ բաներ կային։ Այդ չափենք ստույգ ու գնանք IKEA-ում նմանատիպ ավելի սիրուն էի տեսել երեք։ Գնանք երևի թե հենց դա էլ վերցնենք։ Դե այս պահի համար այսքանը կհանդիպենք։ Տունը վերանորոգելու կամ շինարարություն անելու համար կարող եք այցելել Brico Dépôt-ն, որտեղ գները շատ ավելի մատչելի են։ Տեսնենք այսօր ինչ է ներկայացված, ուրեմն այս օրերին 10% զեղչ, եթե գնումներ անեն մարդիկ։ Եվ ահա մեր լամինաթը մենք գնեցինք, հիմա գնանք դեպի տուն։ Արդեն տանն ենք եւ մի փոքր գնումներ ենք արել մթերային խանութից, Carrefour մարքետից, ջեմ են գնել, գազար, պղպեղներ, բրինձ, այստեղ ինչ ունենք, կարմիր լոբի հատիկ եւ պրեզիդենտ կարագ։ Հա, նաեւ հունական յոգուրտներ, որ մի մասը դրել եմ սառնա եւ սև հագուստի լվացքի հեղուկ, ինչպես նաեւ կարտոֆիլ։ Թեմոյից գնաց այս տոպրակները բավականին հարմար են, ժողովուրդ ջան, կարող եք դուք էլ պատվիրել եւ տեղավորել հենց նույն տոպրակների մեջ։ Ես իմ նպարեղենը տեղավորում եմ նման տոպրակների մեջ, արդեն գիտեք մեջը գցում եմ ֆոլգայի փոքրիկ կտորներ, եթե հատկապես երկարաժամկետ եմ պայլու, երկար դիմանալու, որպեսզի զերծ մնան մանրէներից, այդպես բակտերիաներ, ճիճուներ, ինչ որ չվնասվի խոնավությունից։ Պաշտպանը այս փոքրիկ գնդիկներն են եւ արդեն օդը հանելուց հետո կարելի է փաթաթել եւ տեղավորել պահարանի մեջ։ Շատ տեղ չի զբաղացնում, դրա համար եմ ես նախընտրում հենց այս տոպրակները։ Հարմար են կրնելու համար, տեղափոխելու համար, շատ լավն է։ Կարող եք պատվիրել, ռեկլամ չեմ անում, ուղղակի ինձ դուր են գալիս, հարմար են, ուզում եմ դուք էլ նման տոպրակներ ունենաք, որպեսզի պահարանում շատ մեծ տեղ չզբաղեցնի նպարեղենը։ Ահա, սա է բրինձը, շատ հարմար են, ահա, էլ այսպեսի տուփերով կամ բանկաներով չենք պահում, լցնում եմ սրանով, շատ հարմար է։ Նաև մեկ անգամ եւս ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել այս նշանները, անպայման ինչ որ գնում եք, գնեք
ագրվածները, որոնք որակով առողջության համար շատ պիտանի են։ Չմոռանաք այս նշածները, որքան որ շատանում է, այդքան շատանում է աղի քանակը, ներկանյութերի քանակը, շաքարի քանակը, յուղայնության քանակը, որոնք վատ են առողջության համար։ Այսքանը։ Բարի երեկո սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք, չէ՞։ Ես տեսակ թե որտեղ գնացի, ինչով զբաղվեցի, անկեղծ ասած շատ դժվար գործ է, որ այդպես խանութից խանութ, տեսնում եք ինչքան հեռավորության վրա է քաղաքից, մեքենայով հոգնում եմ, մեքենայից եմ էլի ավելի շատ հոգնում, եւ մտանք ճանապարհին նաեւ Carrefour մարքեթը մի քանի փոքրիկ գնումներ արեցինք, պակաս բաներ կար, որովհետեւ մեծ խանութ գնալ էլ չցանկացանք, մթերքների խանութի մասին է խոսքը, որոշ գնումներ էլի կան անելու, անվերջ գնումներ Ժորժ ջան, երևի ձեր տներում էլ է նույնը։ Մի բանը որ վերջանում է, հետը մյուսները վերջանում են։ Եվ խանութ գնալը սուրճ էինք ուզում խմել եւ տեսանք, որ մեր սուրճի ապարատը այնքան էլ լավ չի աշխատում։ Վերջերս նկատել էինք, որ սուրճ եփելիս շատ քիչ է չափով լցում, ուշադրություն չէին դարձրել, մտածելով, որ միգուցե կապսուլի պարունակությունն է փոխվել։ Բայց մի որոշ ժամանակ օգտագործելուց հետո հասկացանք, որ անսարք է, փորձեցի մաքրել, ինչպես որ կարգն է մի քանի անգամ, բայց արդյունք չտվեց։ Կտրատած դդումն է, որն իմ նախաճաշն է առավոտյան։ Եվ հենց դրա համար էլ խանութում ձեզ ասում եմ սուրճի ապարատել եմ փորձում նայել, գնել, եթե իմ ուզած ու հարմար լինի։ Ամեն դեպքում որ գնեմ ցույց կտամ, որովհետև շատերին էր հետաքրքիր, իրենք է գրեցին, որ ցանկություն ունեն, պարզապես չգիտեն թե որը գնել։ Հիմա եկանք հաց կերանք, շատ համեղ նեխուրեի տապակել ու արագ փլավ պատրաստեցի, հավ եմ այսպես համեմել, դրել եմ որ լավ ինքը խառնվի այդ համերը հավի մսին եւ հիմա որոշել եմ երեկոյան բանջարեղենով հավով այդ տապակը պատրաստել դնել ջեռոցը։ Կարճ ասած հիմա միասին դա կպատրաստենք, բայց ուզում եմ ձեզ ցույց տալ նաև, տեսեք հիմա մոտիկից ցույց կտամ։ Ծննդյան տոները այստեղ անվանում են Նոել, եւ ամեն տարի Նոելից առաջ ցանկացած աշխատանքային վայրում շեֆերը նվիրում են տարբեր նվերներ։ Ահա քաղաքապետի ստորագրությամբ այս բացիկը, որը ստացել է Կարենը այս թխվածքի հետ։ Արդեն բացել ենք։ Նշած է, որ La Coquille du Nord, այսինքն այս հյուսիսի համար սա ընդունված է եւ կարակով է պատրաստված, առանց գույների, առանց արոմատիզատորների, առանց կոնսերվանտների, այնպես որ բնական նորմալ է եւ սա մեր հենց հյուսիսում է տարածված։ Այստեղ էլ արդեն բաղադրատոմսն է գրած, կշռում է 500 գրամ։ Դե պատկերացրեք, որ բոլորին իրենք բաժանում են։ Ես էլ որ առաջին տարին աշխատում էի դպրոցում, այնտեղ էլ բերեցին, մեզ տվեցին, բայց այսքան մեծ չէր։ Մի խոսքով սա է նվերը, հիմա մի հատ համտեսեմ, այն ես չեմ փորձել։ Քաղցր չի իրոք, կարծես հաց լինի, կարակով հաց էլի համեղ է։ Ուրեմն հավը համեմել եմ, կարմիր, մի փոքր սև, հատուկ հավի համար ես համեմունք ունեմ, դրանից եմ համեմել, օրեգանո եմ ավելացրել, մի փոքր ուրց, աղ բնականաբար եւ ոտքեր այսպես փակել եմ, որովհետեւ փորի մեջ սխտոր եմ դրել։ Այդպես առողջ սխտոր եմ դրել, մի քիչ կտրտած, չցանկացա որ շատ սխտոր անեմ, եթե սխտոր ասել չեք, կարող եք դուք էլ այդպես անել, ես սխտոր ասել եմ Կարենի համար։ Ամեն անգամ ինքը չի դում։ Դե իհարկե այս փափուկ մասերը կտրատել եմ, որ լավ համեմի։ Երևի թե սրանք եմ արել, բան չեմ արել, քարի չեմ արել, նույնիսկ հավի ամենալավ համեմունքն է։ Սխտորի համը տվել է, բայց վերջնական ես պիտի համեմեմ նաև նարնջի հյութով։ Նարնջի հյութը ավելի լավ է եւ ավելի լավ համ է հաղորդում։ Հիմա այս անցքերում եւ այս տեղերում ես նարնջի հյութ լցնեմ, էլի թող ինքը համեմվի, ինչեւ որ ես բանջարեղենը կմշակեմ։ Դուք եք փորձեք, ես բազմաթիվ բաղադրատոմսեր ունեմ հավի մսով պատրաստված, կրծքամսով պատրաստված, տոնական, հիմնականում կարող եք օգտագործել սոուսներով, ամեն անգամ դե տարբեր եմ անում, բայց նարնջովը ամենալավն է։ Ահա, հիմա ինքը այսպես լավ կքաշի, ինչպես ասում են, իր ջանը, իսկ մենք արդեն մշակենք բանջարեղենը, սիրելիներս, հավեսով գործ անենք, շուտ եմ մտնում արդեն տեսնում եք,
որը շատ վատ է, մինչև դեկտեմբերի 25-ը կմտնի օրերը կկարճանան, երեկոները, գիշերները կշատանան։ Ուրեմն մի հատ գազար մաքրելու իմ սարքը վերցնեմ, ընդհանրապես կլպելու համար բանջարեղենի շատ հարմար է։ Միշտ ձեզ ասել եմ, ահա այս իմ դանակը։ Առաջին ուրեմն մշակել սիրելիներս գազար, ամենահեշտը։ Ուրեմն ունեմ գազար, կարմիր պղպեղ եմ վերցրել, հիմա որ կտրեմ ցույց կտամ, արդեն ընթացքում կերևա։ Ուրեմն գազարը անպայման կրպում եմ, կարող է չկրպել, լավ լվացած է, կրպելը հեշտ է, շատ արագ կրպվում է։ Կրպեմ, ժողովուրդ ջան։ Ուրեմն չգնացինք էլի, արդեն ձեզ պարզ եղավ, որովհետև դե արդեն ասեցի, մտանք այդ խանութը, եկանք տուն, հաց կերանք ու հոգնեցինք, որոշեցինք մնալ տանը, աշխատանքային օր կգնանք։ Վաղն է կիրակի է, նոյեմբերի վերջին օրն է և քվեարկության վերջին օրն է։ Արդեն պարզ կլինի երկուշաբթի օրը իրենք հաշվել և արդեն երեքշաբթի օրը տեղի կունենա այդ միջոցառումը։ Երևանում այսպես փոքր-փոքր կտրում եմ, որ տեղեր լինի խցկելու։ Մյուսը կես բազուկ եմ վերցրել, բազուկն էլ էլի կլպում եմ։ Այսինքն այն բանջարեղենը, որը շատ լավ է առողջության համար և բացի այդ շատ լավ է, որ ջեռոցում ենք տապակում, չենք ժարիտ անում, այսպես ասեմ, էլի, ժարիտ արածները, նման ձևով ձեթի մեջ տապակածները թավայի մեջ, այդքան էլ առողջարար չեն սիրելիներս, չնայած սխալվեցի, որ բազուկն արեցի, ես աջարքերս կկարմրեն մյուսներին ձեռք տալու համար, բայց ոչինչ, ուրեմն այս կես բազուկն էլ, ես շատ եմ սիրում բազուկ իդեպ և համով է լինում ջեռոցում, իդեպ ջեռոցում ավելի համեղ է լինում, սա վերջում կկտրեմ, առանձին դնեմ, այստեղ ունեմ նաև դդում, ինձ թվաց թե կգուշակեք, ես կես, այսպես ամեն առավոտ, արդեն քանի օր է, հյութ եմ սարքում, հյութի տեսանյութը կա իմ ալիքում, կարող եք նայել, և խոլեստերինին է լավ, և լյարդին, կարճ ասած տեղով ցինկ է, դդումը հատկապես դդմի սերմերը, այնպես որ սիրելիներս տեսեք, շատ հեշտ է, ընտանիքի անդամները, եթե որևէ մի բանջարեղեն չսիրեն, ապա ընտրություն ունեն մյուսները համտեսելու, չնայած շատ համեղ է, ասեմ ձեզ, անչափ համեղ է, դդումը ջեռոցում, կարող եք, եթե խնդիրներ չունեք, ընդամենը ավելացնել վրան մեղր։ Ես կգում մեղրով եմ անում, այս վերջին ժամանակները մեղր չեմ անում, քանի որ ինքը իրանից քաղցրություն ունի, շատ քաղցրել չեմ ուտում։ Եվ բաժանեմ սա 3 մասի։ Շատ հարմար է, սա էլ վերջացրեցի, այստեղ ուրեմն ունեմ կարմիր պղպեղ, կարմիր պղպեղը պիտի էլի խորովեմ, բայց էլի կլպեմ, ինչու կլպեմ, որովհետև արդեն տակ որ հանում ենք, որ պիտի ուտենք, արդեն չես ուզում էլի ժամանակ ծախսես կլպելու վրա, իսկ այսպես շատ համեղ է լինում, և ընդհանրապես այդ կլեպները չեն էլ մարսվում, դրա համար խորհուրդ կտամ միշտ նույնիսկ ճաշերի մեջ, հատկապես սիրուն չի լինում և կլեպը այդպես դուրս է գալիս, ահա ժողովուրդ ջան, այս էլ սա շատ անուշ է, իդեպ ես ձեզ ասեմ, էլի եմ ասել, բայց նոր հետևորդների համար հատուկ հիշեցնեմ, որ ամենաշատ C վիտամինը գտնվում է կարմիր պղպեղի մեջ, հետո նոր նարնջի մեջ, պատկերացնում եք և արդեն մյուս մրգերի մեջ, որոնք որ լավ է առողջության համար, ահա, այս է, այս ժողովուրդ ջան պատրաստ է արդեն և հեռացնեմ նաև պոչը, սերմնապարկով, որովհետև պետք չի, որ դա էլ ավելորդ լինի և արդեն հիմա ցանկությունը ձերն եք, ուզեք կտրեք, մասերի բաժանեք, չէ այսպես արեք, ես այսպես եմ թողնելու, մեջը արդեն դատարկ է և մի փոքր աղ եմ ավելացնելու, այս մասերն է կլպեմ, այս էլ ես, հիմա մի փոքր աղ ավելացնենք, թող տարածվի աղը և արդեն ինչն է մնում է
Կարտոֆիլը, դա առանց կարտոֆիլի չի լինի։ Վերջին ժամանակները ես սկսել եմ օգտագործել հաճախ կարտոֆիլը, որ նախկինում ես այդքան էլ չի օգտագործում, մտածում եմ, որ կալորիապես հարուստ կլինի, բայց բանից պարզվում է, որ կալորիապես հարուստ չէ կարտոֆիլը, C վիտամինով էլի հարուստ եւ շատ լավ է հատկապես դիետա պահողների համար։ Եթե դիետա եք պահելու, ուրեմն կարող եք մշտապես ուտել կարտոֆիլ։ Կարտոֆիլը չեմ կլպելու ժողովուրդ ջան, սա ինձ արդեն պետք չէ։ Կարտոֆիլը նման չափերի եմ ընտրել, սա կար, այսօրվա գնացը արդեն հետո կօգտագործեմ, սա մնացել էր այսքանը։ Ուրեմն կարտոֆիլը ասեցի կեղևով եմ օգտագործելու, դե իհարկե եթե վնասված մասեր կա, կանեմ, որպեսզի տեղ իմ տապակի վրա լինի, ես երկարությամբ չեմ կտրում, այսպես լայնությամբ եմ կտրում։ Ահա։ Սա էլ կարտոֆիլը եւ էլ բան չկա։ Ահա ժողովուրդ ջան, ձեզ լավ մոտիվացիա եմ տալիս, որպեսզի դուք էլ պատրաստեք եւ վայելեք այս համեղ ուտեստը։ Դե շատերը կարծում եմ պատրաստում են, բան չմնաց, մնաց որ դասավորեմ ջեռոցի մեջ, որոշների աղանեմ եւ արդեն վերջ։ Ոնց որ թե չէ, մի հատ մնացել է, այս մեկն էլ կտրենք։ Բան ժողովուրդ ջան, հիմա մնում է ջեռոցի մեջ, ջեռոցի վրա ես սովորություն ունեմ, միշտ դնում եմ այս թուղթը։ Հեռացնենք մեզ խանգարող բաները, բազուկի համար սա պետք կգա եւ արդեն մեր գործը անենք։ Սկզբում ուրեմն դնեմ հավը, այս պետք է նաեւ ձիթապտղի յուղը, սա մեր հավիկն է, հենց այսպես դնեմ, որ լավ տեղավորվի եւ արդեն բազուկն էլ կտրեմ, բաժանեմ 3 մասի, որովհետեւ փոքր է։ Ահա, այս է բազուկը։ Ուրեմն վերջում այդ հյութը ձիթապտղի յուղի հետ կլցնեմ, հիմա այսպես շարեմ, չէ, կարծես թե տեղավորվում է, դե հավն էլ եփելու ընթացքում կփոքրանա, շրջեմ, մոտիկի ցույց կտամ, թե ինչ է անում։ Աղորջակները բաց եմ այ ժողովուրդ։ Ահա, այսպես մնաց մի կտոր դդումը։ Ահա, այս էլ ստեղ տեղավորեցի։ Լավ էլ տեղավորեցի, հաշվարկը շատ ճիշտ էր։ Հիմա ես ձեզ կասեմ։ Սա ուրեմն նարինջիներ, նորից եք լսում, որ անուշ բուրի, եւ արդեն ավելացնում եմ ձիթապտղի յուղ, չեմ խառնում ձեռքերս, չեմ ուզում ձեթոտ լինի, այսպես վրայով բոլորի տանում եմ։ Հետո արդեն որ տաքանում է, արդեն լրիվ տարածվում է։ Սա, ավելացնում եմ ուրեմն աղ, մանր անցքերով դնեմ, որ շատ աղ չգնա։ Մի փոքր կարմիր պղպեղ։ Հավը կաշվից ազատել եմ, կաշին շատ վտանգավոր է առողջության համար։ Ահա, այսքանը։ Եվ ամենավերջում չոր ուրց եմ ավելացնելու։ Սխտորը թողնում եմ հավի փորի մեջ, կտաքանա ավելի լավ համ կհաղորդի, եւ այսպես սա եմ ավելացում։ Իդեպ ուրիշ անգամներ խառնում եմ նաեւ կարտոֆիլ ամենը այդպես սոուսի մեջ սխտորով բանով։ Մեր հայկական չոր ուրցն է, դրա համար օգտագործում եմ, շատ համեղ է լինում։ Այսքանը սիրելիներս, դե տանեմ ջեռոց տնեմ ու միանամ նորից ձեզ։ Ժողովուրդ ջան, արդեն պատրաստ է։ Հիմա մոտիկից ցույց կտամ ձեզ։ Ահա եւ վերջ։ Տեսեք թե ինչքան ախորժելի է։ Պատրաստ է արդեն հավով եւ բանջարեղենով մեր ուտեստը։ Բարի ախորժակ։ Օ, այս ինչ անուշ բույր է։ Դե ինչ մենք պատրաստվենք ընթրիք անելու, դուք էլ մոտիվացվեք, հենց հիմա պատրաստեք նույնը եւ անուշարեք։ Այսքանով ավարտում եմ իմ տեսանյութը, կհանդիպենք արդեն մրցանակաբաշխության արդյունքները իմանալուց հետո, առայժմ։